Բարի լույս ևս մեկ անգամ բոլորին, ովքեր որ մեզ նոր են միացել, մենք առաջին հատվածն արդեն ամփոփեցինք, իսկ հիմա շարունակելու ենք նույն տրամադրությամբ եւ սիրով երկրորդ հատվածը։ Այո, եւ երկրորդ հատվածը սկսելու ենք շատ կարևոր թեմայի մասին զրուցելով, իհարկե խոսքը հայկականի մասին է, ավանդականի մասին է եւ պատմության մասին է։ Այս երեքը մեկ տեղում կարող ենք ամփոփել մեկ գավաթի մեջ, գինու գավաթի մեջ եւ խոսելու ենք հայկական լավագույն գինիներից մեկի մասին, իսկ մեր տաղավարում է Խուլիանա դել Ագիլա Էրնեկյանը, Կարաս Վայնս գինի գործարանի սեփականատեր եւ նախագահ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում տեսնել, անցնենք միանգամից մեր հարցազրույցին։ Կարաս գինեգործարանը ճանաչվել է որպես հայկական գինեգործարան վերածննդի առաջամարտիկ, հետ նայելով ինչպիսի ազդեցություն է ունեցել այն հայկական գինու ոլորտի ձևավորման վրա եւ այսօր ինչպես է Կարասը շարունակում ազդել հայկական գինեգործարան վրա, թե տեղական, թե նաեւ համաշխարհային մակարդակում։ So, since we started Karas, Երբ մենք սկսեցինք Կարաս գինեգործարանը հիմնադրել, մենք չափազանց շատ գործ ենք արել, սկսել ենք 2000-ականների սկզբին եւ այդ ժամանակվանից փոխել ենք հայկական գինեգործության պատմությունը։ Երբ մենք սկսել էինք զբաղվել գինեգործությամբ, որը մեկը չէր զբաղվում գինեգործությամբ եւ նույնիսկ չէր այդպես տարածված չէր, դա մի բան էր, որի մասին մենք գիտեինք Աստվածաշնչից, բայց որպես այդպեսին ծանոթ չէինք եւ իմ մեծ հորեղբայրը ուներ այդ առաքելությունը եւ տեսլականը փոխել իրադարձությունները եւ սկսել գինեգործություն Արարատյան հովտում, կապվելով մեր արմատների հետ, կապելով մեր ընտանիքի հետ եւ կապելով մեր մշակույթի հետ։ Մենք հայկական գինեգործությունը եւ հայկական գինին հասցրել ենք համաշխարհային շուկայի եւ շարունակում ենք դա անել եւ մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհին գինու միջոցով։ Իհարկե նորությունները շատ են Կարասում եւ դրանցից մեկը նաեւ այն է, որ բացվեց բուտիկ եւ ինչով է Կարասի այս բուտիկը կապվում նաեւ Կարասի պատմության հետ, այս նոր ձեռնարկությունը եւ Կարասի պատմությունը ինչպես են կապվում իրար։ So we had the idea of taking Մենք ունեինք նպատակ եւ գաղափար մեր խաղաղագործությունը եւ մեր գինեգործական պատմությունն ու մեր սերը եւ սիրտը բերել մայրաքաղաքի սիրտ եւ դա էր հիմնական նպատակը բերել գինին ավելի մոտ մարդկանց տեղադրել այն քաղաքի կենտրոնում եւ մենք վերցրինք մեր կարելի ասել խաղի այգիների մի մասը Վերելով այն քաղաքի կենտրոն բուտիկ գինու խանութ, որը մասն է մեր խաղի այգիների եւ մենք շատ հպարտ ենք, որ կարողացել ենք անել եւ մենք սիրով ողջունում ենք բոլորին, սիրով սպասում ենք բոլորին Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Իրականում մենք առիթ ունեցել ենք լինել հենց ու ասեմ, որ շատ տպավորված ենք իրականում դա շատ գեղեցիկ հնարավորություններ են տեղ գտնվել է, հետո հետևել թե ինչպես է պատրաստվում, ինչ ճանապարհ է անցնում եւ առասարակ ջերմությունը կարծես մի տեսակ ոչ թե գործանում լինի, այլ ընտանիքում, մեծ ընտանիքում կարծես թե լինի։ Ամեն դեպքում վերադառնալով նաեւ բուտիկում է։ Վստահաբար նրանց համար ովքեր դեռ հնարավորություն չեն ունեցել այցելելու, որտեղ է գտնվում Կարաս բուտիկը եւ ինչ տպավորություններ են սպասվում այցելուներին։ So it's in the Republic Square of Yerevan. Կարաս բուտիկը գտնվում է Հանրապետության հրապարակում, Երևանի ամենախորհրդանշական եւ գեղեցիկ շենքերից մեկում։ Այստեղ դուք կարող եք իսկապես զգալ մեր գինեգործարանի շունչը եւ կարող եք զգալ այն սերը, որ մենք դնում ենք մեր ամբողջ խաղի այգիների մեջ եւ մենք գինի պատրաստում ենք մի-միայն խաղողից, որը մենք աճեցնում ենք մեր այգիներում։ Մենք ունենք 400 հեկտար խաղի այգիներ Արմավիրի մարզում, որը գտնվում է Արարատի լանջին, եւ մեր նպատակն է եւ հայկական եւ նաեւ միջազգային խաղողի սորտերի միջոցով ստեղծել գինի եւ ներկայացնել աշխարհին։ Մենք փորձել ենք այս ամենը համատեղել եւ տեղափոխել մեր խաղողի այգիներից մայրաքաղաքի կենտրոն։ Խաղողի այգիներից մայրաքաղաքի կենտրոն, այնպես որ կարող եք համենալ սիրելի հեռուստադիտողներ, նաեւ գիտենք, որ ձեր այս այցը շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր, որովհետեւ մասնակցելու եք կուպաժավորման process-ին, փորձելու եք նոր գինիներ, մեր այն հեռուստադիտողների համար, որոնք չգիտեն ինչ է այս process-ը, իրենից ներկայացնում մի փոքր պատմեք։
Yeah, so it's funny how you say it because it's not only that I'm visiting Armenia, I live between Argentina and Armenia. So այցելում Հայաստան, ես իրականում ապրում եմ Արգենտինայի եւ Հայաստանի միջև։ Ես ծնվել եմ հայկական ընտանիքում Արգենտինայում, բայց երբ սկսել ենք արդեն ներդրումներ կատարել Հայաստանում, ես գնում եւ գալիս եմ, ես փաստացի եւ ապրում եմ Արգենտինայում եւ Հայաստանում։ Հենց այս պահին այս գինեգործական գործընթացներում մենք ստեղծում ենք գինու խառնուրդներ, բլենդներ, սեպտեմբեր-հոկտեմբերի բերքահավաքից հետո սկսած եւ հիմա իրական ժամանակն է հենց արդեն գինենյութերը իրար խառնելու եւ ստանալ նոր վինտաժներ։ Այս գինենյութերը, որ մենք ունենք 2024-ի համար, 2024-ի բերքահավաքից հրաշալի են, իսկապես ֆանտաստիկ են, որոնք հավանաբար 1-1.5 տարի անց կխմբեն արդեն։ Իրականում գինուց բացի կարասուշուտով բացահայտելու մեկ այլ շուկա, լինելով նոր արտադրանքով, սրտով, սիրտողի է, որը միանշանակ կոնցեպտուալ այլ արտադրանք է։ Ինչն էր գործարանական ապրանքանիշի ներքո օղի ստեղծելու գաղափարը եւ ինչ կարող եք մեզ պատմել սրտի մասին։ Well, as I told you before, we only make wine. Ինչպես արդեն տեղեկացրել եմ, մենք գինի պատրաստում ենք միայն մեր այգիների խաղողից եւ նկատեցինք, որ մենք ավելի մեծ ներուժ ունենք այս խաղողների, որոնք մենք աճեցնում ենք եւ որոշեցինք ստեղծել մի բան, որը տարբեր է գինիներից եւ ամենահայտնի ալկոհոլային խմիչքներից մեկը Հայաստանում օղին է եւ որը տարիներ շարունակ մեծ մասն է եղել հայկական սեղանների եւ մենք որոշեցինք մեր իսկ ապրանքանիշով եւ կատեգորիայով իհայտ գալ, որը պատրաստված է միայն մեր այգիների խաղողից եւ այն կլինի պրեմիում օղի, պատրաստված միայն բացառիկ տեսակի խաղողից։ And that's how Sirt came alive. Ահա, ինչպես ստեղծվեց Սիրտը։ It's not only because of the distillation process, կապված ոչ միայն նրա հետ, որ թորման process-ում լավագույն ալկոհոլային թորվածքը, այսպես կոչված սրտի հատվածն է, եւ մյուս մասը կապված է նրա հետ, որ խաղողը եւ խաղողի այգիները մեր կազմակերպության սիրտն են եւ մենք Սիրտ օղու միջոցով ներկայացնում ենք այն։ Հուսանք, որ այդ օղիները եւս կսիրվեն ինչպես կարասի գինիները, բայց բոլոր նրանք, ովքեր դեռ գինի չեն փորձել կամ ասում են, որ չունեն սիրելի գինի, պատմեք ձեր սիրած գինու մասին, որն է դա, ինչպիսի գուցե բլենդ է կամ խաղողի տեսակ, եւ ինչ խորհուրդ կտաք փորձել առաջին անգամ գինի համտեսողին։ So I think all of my wines are my favorites. It depends on the moment. It depends on what I'm doing. So and it depends on the moment. I think I tend to switch. But what I love about the wines that we do is that all of the wines are very approachable. So all of the wines are really, really great to drink. And it depends on the moment. If you're more for a young and fresh wine, I would go for like our classic Academy, for example, or our red classic blend. And then if not, if I'm ready for something more complex, more fancy, I would definitely go for our single vineyard Academy or single vineyard which is amazing. Մեկ խաղի այգուց պատրաստված արենից կամ սիրան, որը իմ ամենասիրելի եւ ամենակարևոր խաղողի սորտերից է, որը ես շատ եմ սիրում դրանից պատրաստված։ Ես կարծում եմ, որ ես խորհուրդ եմ տալիս փորձել բոլորը։ Վստահաբար լավ տրամադրության համար հաստատ մեկ գավաթ գինին, եթե ոչ ավել, իհարկե չի խանգարի։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է նաև կարասի ապագայի հետ կապված նախագծերը, տեսլականները, ինչ սպասենք, ինչ նորություններ սպասենք կարասից։ So one of the core values of Karas is to Karas գինեգործանի առանցքային արժեքներից մեկը ազդել Հայաստանի տնտեսության վրա դրականորեն եւ ազդել նաեւ այն համայնքի վրա, որտեղ մենք գործում ենք։ Մեզ համար Կարասը նաեւ սոցիալական նախագիծ է, որը նպատակ ունի ստեղծել որակյալ աշխատուժեր, երկարաժամկետ ծրագրեր Հայաստանում եւ գինին մենք որպես միջոց ենք օգտագործում դրա համար։ Սոցիալական սերը եւ դրականը իրականացնելու միտումը մեզ դրդում է շարունակել նոր նախագծեր իրականացնել
կայացնել Հայաստանում, լինել նորանոր եւ գինու միջոցով նաեւ Հայաստանը ներկայացնել աշխարհին, աճեցնել եւ լայնացնել նաեւ սպեկտրը այն երկրների, որտեղ Հայաստանը ներկայացվում է, եւ մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մարդիկ ավելի շատ են սկսում գինի խմել, օրորի մեծանում է գինեսերների բանակը։ Շատ շնորհակալություն հարցազրույցի համար, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Մեզ մնում է ընդամենը հաջողություն մաղթել ձեր բոլոր հնչեցրած քիչ առաջ նպատակները, որպեսզի շատ մոտ ապագայում իրագործվեն։ Thank you so much. Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե լավ գինին օգնում է նաեւ լավ տրամադրություն ունենալու, նաեւ շատ հաճախ բժիշկներն էլ ասում են, որ քիչ քանակությամբ, բայց առողջարար է, հետևեք մասնագետների խորհրդին եւ միշտ խմեք հայկական գինի։ Հատկապես որ այսօր առիթ ունենք իրականում սիրելիներս, որին որ կանդրադառնանք։ Շատ շնորհակալություն ձեզ, որ եք մաղթում։ Thank you so much. Իսկ մենք շարժվենք առաջ։